Սիրելի ժողովուրդ, շատ կառուցելնել մի բան չի, հիմա եկեղեցին էլ ին վրա դրեցին, բայց կկառուցենք, Նարեկ, կկառուցենք։ Ժողովուրդ ջան, ես կառաջարկեի մի փոքր մտավոր վարժանք մենք կատարենք եւ պատկերացնենք, թե մենք 21 թվականի մայիս ամիսն է, ամսում ենք գտնվում։ Գնում է քարոզարշավ եւ Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալը. ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, սրտիկներ, աջ, ձախ, ես անպայման մտավոր վարժանք է, ես չեմ ասում։ Անելու եմ ամեն ինչ, որ տրանսպորտը էժանանա, անելու եմ ամեն ինչ, որ աղբահանման գները էժանանան, անելու եմ կամ հակառակը, թանկանան, անելու եմ ամեն ինչ, որ ձեր գույքահարկը այնքան թանկանա, որ դուք վարձով ապրեք սեփական տներում, ժողովուրդ ջան, այդքան ձեզ սիրում եմ։ Անելու եմ ամեն ինչ գիշեր-ցերեկ, որ Արցախը հանձնենք, որ եռաբլուրը եռապատկենք։ Ու պատկերացնում եք, հետո ինքը հաղթում է եւ ձևավորում է մեծամասնություն խորհրդարանում։ Հնարավոր է դա ընդհանրապես պատկերացնել։ Այս մարդիկ, այս քաղաքական թիմը, քաղաքական խարդախներ են, խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր, ընդհանրապես արել են ամեն ինչ ցույց տալու համար, որ իրենց խոսքը ունի զրոյական արժեք։ Հիմա պատրաստ ենք մենք նույն մարդկանց մի անգամ էլ մարդկանց համար քվեարկել։ Ոչ, մերժում ենք դա։ Շնորհակալություն, հասկացանք։ Հիմա ինչ ենք առաջարկում մենք։ Առաջարկում ենք, որ Երևանը պետք է զարգանա։ Տեսնում ենք, որ 8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չեն իրականացնել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևան քաղաքում, գոնե մեկը, բայց գետինը չեք մտնում։ Խոստանում էիք Աչափնյակի մետրո, զրո, մեկ տրանսպորտային հանգույց չեք լուծել։ Երևանում խցանումները դարել են պրոբլեմ, ամեն մարդ օրվա մի զգալի մասը անցկացնում է խցաններում, խոստանում էին կանաչապատում, ունենք ավելի աղտոտված օդ Երևանում։ Սա նորմալ չի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է, եւ կրկնեմ, 8 միլիարդ դոլարով ավելացրել է պարտքը։ Հիշեցնեմ, Լինսի հիմնադրամով ամբողջ ծրագիրը եղել է 230 միլիոն դոլար։ Հիմա ես կարող եմ ձեզ Երևանում մի քանի օր պտտացնեմ ցույց տալով, թե ինչ է կառուցված այդ ծրագրի շրջանակներում։ Ուր են այդ 8 միլիարդ դոլարը։ Լափել են։ Միայն ուտելով չեն կարող, ոնց որ իրենց բան այդ ուրախ ավտոբուսի մեջ ցաղ օրը ուտում են։ Նույն ձևի այդ 8 միլիարդը բերել են, կերել, զարմանալին է, որ մարսում են, փորկապ չունեն, այդ փորկապը լինելու է հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ին, գիտեք չէ մի սարք կա, այն որ մեջը ջուր են լցնում, փորկապի միայն բուժման գործիքը դա է, բուժելու ենք, պացիենտը բուժման կարիք ունի, ժողովուրդ ջան։